Տարել ենք, որ հանուն Հայաստանի փրկությամբ պատրաստ ենք համագործակցել նաև սատանաների հետ։ Բայց ունենք պայմաններ։ Նշել եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը այլասերված ու այսպես ասած կեղտոտված է, ինչպես է գալու այն մաքրելու։ Կարող ես հեծնել իշխանության պես Նիկոլ Փաշինյանի պես ԱԱԾ-ին դատախազությանը, բայց ոչինչ, ոչ մի արդյունավետ, ոչ մի սիրուն բան չկարողանա ստեղծել։ Դուք նշում եք, որ օրվա առաջարկվող խաղաղության թեզը կեղծ է։ Ինքը խաղաղության գաղափարի կրողն է դարձել, եթե դարձել է իհարկե, ծեծվելուց, ջարդվելուց, խայտառակվելուց, տորացվելուց, նվաստացվելուց հետո ելում է պետք։ Թրիպի գոյությունը կարող է վնասել հայ-իրանական, հայ-ռուսական հարաբերությունները։ Ինչ թրիպն էլ դարձել է, կարմիր ծով է, հեսա բացվել է, անցնենք գնանք դեպի փրկության, բայց այդպես չի։ Մենք ասում ենք, չկա Ղարաբաղ, չկա Միջանցք։ Եվ ես այն ժամանակ ասում եմ, որ դա պետքա տրվի, որ Արցախը մնա հայկական։ Դուք առաջարկում եք խորհրդարանում բազմազանություն ուժերի, բազմաթիվ ուժերից կազմված խորհրդանի վարչապետը չի կարող գնա օրինակ Մոսկվա, Բաքու, Անկարա եւ իրեն ստիպեն ասեն, ինչ բան արա, որովհետեւ ինքն է ասի, չեմ կարող անեմ, պարլամենտը թույլ չի տա։ Պետմո Մարուքյանը 2022 թվականին լինելով ընդդիմախոս Նիկոլ Փաշինյանին, այնուամենայնիվ ընդունեց Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։ Լավ արել, որ գնացել է։ Օրվա հրամայականը դա է։ Ողջույն, մենք շարունակում ենք հետևել 2026 թվականի ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավին եւ այսօր Դիալոգ ոդքասթի հյուրն է Կարպիս Փաշոյանը, Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավորի տեխնացու։ Բարև ձեզ, պարոն Փաշոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Փաշոյան, ձեր հարցազրույցներից շատերում նշել եք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը այլասերված ու այսպես ասած կեղտոտված է, ինչպես է գալու այն մաքրելու, որն է լինելու գործիքակազմը, ինչ է առաջարկելու Լուսավոր Հայաստանը, այս դեպքում նաև Կարպիս Փաշոյանը։ Իհարկե դա շատ բարդ եւ մասշտաբային գործ է, մի մարդու կամ մի մարդկային խմբի գործ չէ, պետք է կոլեկտիվ ջանքեր լինեն, բայց ինձ թվում է երեք մի փոքրիկ դրվագով մենք ցույց տվեցինք, թե նաև ոնց ենք պատրաստվում մաքրել քաղաքական դաշտը, քաղաքացիական դաշտը, Ավգյան ախորները, խոսքը Դանիել Լեոնիսյանի հետ կապված խնդիրներ կենտրոնական ընտրական հանձնաժողովում տարիներ շարունակ անպատժելիության համոզմունքով մարդիկ ինչ ուզել արել են, դիրքավորվել են որպես պրոպագանդիստ, սերտաճել են իշխանությունների հետ, բայց նաև հայտարարել են, որ մենք չեզոք ենք, մենք դիտորդներ ենք եւ այլն, բայց մենք իրենց իսկ գործիքակազմով, օրենքներով եւ համապատասխան միջոցներով ցույց տվեցինք, որ այդ մարդիկ պրոպագանդիստ են։ Ինչպես նշեցիք ձեր խոսքում, պետք չէ իշխանություն, դատախազություն ունենալ, կարելի է օրենքով եւ գործիքներով։ Քաղաքականության մեջ Հովիկ Աբրահամյանը սխալ էր ասում։ Պետք է ունենալ շատ խելք։ Հովիկ Աբրահամյանը ասում է շատ խելք պետք չի քաղաքականությամբ զբաղվելու համար։ Բայց ես համաձայն չեմ, որովհետեւ դու կարող ես ունենալ միլիարդներ, կարող ես հեծնել իշխանության պես Նիկոլ Փաշինյանի պես ԱԱԾ-ին դատախազությանը, բայց ոչինչ, ոչ մի արդյունավետ, ոչ մի սիրուն բան չկարողանա ստեղծել, բայց ունենաս միտք եւ նույնիսկ փոքր ռեսուրսներ եւ ստեղծես արդյունք։ Երեք Իսմայիլ Մարուքյանը եւ իր թիմը ցույց տվեցին, որ հնարավոր է։ Մերտեղ ուրիշ մարդներ կարող է դատի տային, $10,000 ծախսեին փաստաբանների վրա, այդ խնդիրը տենց տևեր ու ոչինչ չլիներ, բայց մենք մեր օրենքների իմացությամբ, գործիքների իմացությամբ այդ հարցը բարձրացնեցինք ու նաև գոհ ենք արդյունքից։ Իհարկե իր առաքելությունից նա չզրկվեց, բայց մեծ հաշվով մենք դրան չենք էլ ձգտում, չենք ուզում որևէ կազմակերպության վնասել, գիտենք հարյուրավոր դիտորդներ առաքելություն իրականացնում եւ այդ հարյուրավոր դիտորդները չեզոք պարկեշտ մարդիկ են, իրենց գործը եւ առաքելությունը լավ իմացող եւ մի մարդու համար չարժեր։ Եվ մենք ասել ենք, որ քաղաքասարակությունը ՀԿ-ները մեր ճշնամին չեն, մեզ պետք է դա ցույց տալ եւ ցույց տվեցինք։ Տեսեք, ասում եք կարող ունենալ իշխանություն եւ ոչինչ չստեղծել, բայց ըստ դեպքում օրվա իշխանությունը ստեղծել է գաղափար, որն է խաղաղությունը եւ առաջարկում է նաեւ այս նախընտրական փուլում որպես հազարակշիռ համոզմունք քաղաքացիների համար, թե ինչի համար պետք է ընտրեն էլի քաղաքացիական պայմանագրին։ Դուք նշում եք, որ օրվա առաջարկվող խաղաղության թեզը կեղծ է։
որն է իրականությունը եւ երբ որ դուք մուտք գործեք ազգային ժողով, ինչպես եք փորձելու ցույց տալ, որն է իրականությունը եւ առհասարակ եթե ոչ խաղաղություն, ինչ է պետք է տարածաշրջանն ու Հայաստանն այսօր։ Ձեր հարցի ձևակերպումը շատ զիլ էր։ Իշխանությունը ստեղծել է գաղափար, որն է խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանը ձեր միտքը կարող է ավելի զարգացնել եւ ասել կրակի գյուտնել են իրանք ստեղծել, անիմնել են իրանք ստեղծել, ատոմնել են իրանք առաջին անգամ ճեղքել։ Խաղաղություն եզրույթը իրանք չեն ստեղծել։ Ավելին ասեմ, իրանք կիլոմետրերով հեռու են խաղաղություն հասկացությունից եւ իրանք ի սկզբանե այս երկրում տարածաշրջանում եղել են խաղաղության թշնամիները։ Այսինքն եթե տապալում ես բանակցային գործընթացը, խոսքը 2019 թվականի մասին է, երբ որ բանակցությունների ժամանակ ես գժի տեղ ես դնում, ոչինչ չես անում պատերազմը կանխելու համար, հիմա որ սա ասում ենք, իրանք ասում են, այ դուք Ալիևի թելն եք թելում եւ պատասխանատվությունը դավաճանաբար գցում եք Հայաստանի վրա, ասում ենք, օքեյ, լավ ես ասում, այդ դեպքում պատասխանի հարցին, ինչ ես արել դու որ լինի խաղաղություն մինչև 2020 թվականը, ոչինչ, ամեն ինչ արել ես որ պատերազմը հրավի։ 3 պատերազմը եղել էլի մանր բախումներ ես մարդորոք, Արցախը հայաթափել ես, ինքը եղավ խաղաղության կողմնակից, մենք խաղաղության թշնամիները։ Ես այն փոքրատի մարդկանցից մեկն եմ, որ 2017 թվականին աջակցել եմ խաղաղության գաղափարին, Հայ ազգային կոնգրեսի հետ միասին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ միասին ունենալով են համոզմունքը, որ Ղարաբաղյան հակամարտությունը ունի մեկ լուծում, դա ԵԱԿ Մինսկի ֆորմատով խաղաղ կարգավորումն է, որը ենթադրում է նաև փողզիջումը, խոսքը փողզիջումային լուծումների մասին, այսինքն դա տապալել է, այդ ինքը ոնց եղավ։ Հիմա շատ հեշտ է, դրա համար արտաքին պարտներները նրան չեն վստահում, որովհետև միգուցե շատ-շատերը գլխի են ընկնում, որ ինքը խաղաղության գաղափարի կրողը չի։ Ինքը խաղաղության գաղափարի կրողն է դարձել, եթե դարձել է իհարկե, ծեծվելուց, ջարդվելուց, խայտարակվելուց, տորացվելուց, նվաստացվելուց հետո, ելում է պետք զատկից հետո կարմիր ձուն։ Այսինքն եթե խաղաղության տենց հավատավորներ եւ ջատագովներին, то ի սկզբանե գային այդ դրոշակներով եւ մեզ առաջնորդային դեպի խաղաղություն եւ ես հավատացնում եմ, ես կլինեի նրանց կողմնակից միջև վերջ։ Աշկ փագեի միգուցե իրենց որոշ լեկտիությունների վրա ունենալով են համոզմունքը, որ mēs տանում ենք խաղաղության։ Իսկ հիմա այն ինչ որ հիմա կատարվում է, դա խաղաղություն չի, դա կեղծ օրակարգա ընտրություններում վերարտադրվելու համար ուրիշ ոչինչ։ Նշեցիք նաև որ արտաքին գործընկերները չեն վստահում մեր օրվա իշխանությանը, բայց մենք վերջերս տեսանք Էմանուել Մակրոնի այցը Գյումրի, որը եւս իշխանության թևը դա առաջ է տանում, որ Եվրոպան վստահում եւ ոչ միայն վստահում, այլև սպասում է Հայաստանի եվրոպական ընտանիքում։ Սա եւս դուք կեղծ եք համարում, ինչ էր սա։ Ես դա կեղծ չեմ համարում։ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի Հանրապետության նախագահն է։ Ֆրանսիան մեծ տերություն է, ներկայացված բոլոր 4 թե 5, հիմա թիվը փոխվել է 5 օվկիանոսներում, ահռելի շահերով, ահռելի հետաքրություններով, աշխարհի տարբեր կետերում իր հակասություններով ինքը չպետք է մտնի մեր հարաբերությունների ոլորտ, դա իր խնդիրը չի, ինքը Նիկոլ Վովայևիչի հետ չի հարաբերվում, ինքը Հայաստանի Հանրապետության հետ է հարաբերվում, իր շահերը, իր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության հետ են։ Տեսեք մի մոտեցում ինքը մեղք չունի, կներեք, ինքը մեղք չունի, որ այդ մարդն է ներկայացնում հիմա հայ ժողովրդին, թող ուրիշ մարդ լիներ, որ ավելի լավ կլիներ։ Ինքը որպես պետության ղեկավար տարածաշրջանում ունի իր շահերը, իր ռազմավարությունները, իր մարտավարական առանձնահատկությունները, իսկ Նիկոլ Փաշինյանը մեր խնդիրն է։ Երկրորդ նախագահը հարցազրույցի ժամանակ, վերջին հարցազրույցի ժամանակ նշեց, որ մեկ զանգով կարելի էր պատերազմը կանխել։ Հիմա Փաշինյանն էլ հայ հարաբերություններով ցույց է տալիս, որ առաջին դեմքով եվրոպական շատ տերությունների ղեկավարների հետ է մոտ։ Նույնական են ոնց որ մոտեցումները Հայաստանի տարբեր առաջնորդների կողմից
նույնականացնել հենց իրենց հետ հարաբերությունները եւ ինչպես նշեցիք ոչ թե պետության հետ ինչպես է ամեն ինչ ռիսկեր ունի որովհետեւ հիմա նաեւ քարոզարշավին ակտիվ մասնակցում է երկրորդ նախագահը ում թեզը դեպի Ռուսաստան վերադառնալն է այս դեպքում բայց մենք ունենք երկընտրանք ԵՄ կամ Ռուսաստան ձեր հարցազրույցում նշել եք որ մենք մտածողությամբ ԵՄ-ին ենք շատ մոտ բայց ամեն դեպքում տարածաշրջանից դուրս թողնել Ռուսաստանի ներգրավվածությունը չենք կարող այս դեպքում որն է լինելու լուծումը մենք չունենք այդպիսի երկընտրանք Ռուսաստան թե ԵՄ Համենայն դեպս քաղաքական օրակարգում սա ամենահաճախն է շարքում կեղծ օրակարգ է շատ արհեստական արհեստացի ես երբևէ ասած չի լինի որ մենք ԵՄ-ին ենք ավելի շատ մոտ հավանաբար ասել եմ որ մենք մտածողությամբ եվրոպական ենք այո իսկ այստեղ մոտ նրբություն կա ինձ համար ԵՄ-ն չի որպես կառույց եվրոպական արժեքների միակ է բացառիկ գրողը այսինքն եթե ԵՄ-ն չլինի եվրոպական արժեքները չեն լինելու ինչ որ նոր կարող է ԵՄ-ն չլինի չէ հիմա ճգնաժամ կա այսինքն ես ԵՄ չեմ ասել եվրոպական եմ ասել գիտեք գալով երկընտրանքին իսկապես այդպեսի երկընտրանք չկա մենք որովհետեւ լուրջ նշան կամ ազդակ չենք տեսնում որ Հայաստանը գնում է դեպի ԵՄ անդամ դառնալու եւ միգուցե այդ process-ն էլ սկսվի շատ երկար տևելու մենք դա որպես առաջնահերթություն չենք դիտարկում որովհետեւ այդպիսի օրակարգ չկա ընդհակառակը մենք ասում ենք որ տարածաշրջանում տարածաշրջանային երկրների հետ անհրաժեշտ է ունենալ կայուն նորմալ հարաբերություններ Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը մի փոքր այլ դատողությունների կարիք ունեն, եթե անհրաժեշտ է կարող եմ ասել, որովհետեւ իրենց հետ բարձր հարաբերությունները բարդ են եւ այդքան էլ հեշտ չի կայուն եւ նորմալ հարաբերությունների մեջ տեղավորել, չնայած նա որ այս իշխանությունը այդ երկրների հետ հարաբերություններ կարգավորելը ընկալում է որպես բացառապես միակողմանի զիջումներ անել, ինչը մեր համար մերժելի է, մենք ասել ենք որ հայ-թուրքական սահման բացելը մեր համար այնպես չի որ այտենց սրբազան առաջնահերթություն է եւ մենք չենք պատրաստվում պատասխանատվություն ստանալու պարագայում հավելյալ զիջումներ անել, հավելյալ նվաստանալ, ստորանալ, ինչա թե սահմանը բացի, այդ սահմանը մենք չենք փակել եւ միջև սահմանը բացելը Հայաստանը պետք է լուրջ պատրաստություններ նախապատրաստական աշխատանքներ տանի համապատասխանեցնի իր օրենսդրությունը, ապահովի իր անվտանգությունը եւ առաջին հերթին տնտեսական անվտանգությունը այս բոլորը բարդ խնդիրներ են։ Այդ սահմանը մենք չենք փակել եւ չենք պատրաստվում նվաստանալ, որ այդ սահմանը բացվի, նաեւ հասկանում ենք, որ ներքաղաքական տիրույթում տասնամյակներ շարունակ ինչ-որ ռոմանտիկ խորհրդավոր վերաբերմունք է դրսևորվել հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ, ես այդ համեմատությունը անում եմ, նենց են խոսում ոնց որ թե երկնային Երուսաղեմի դարպասները լինի, որ սա կբացվի, այնտեղից փրկությունը կգա, ու այդ չար ռուսներից կպրծնենք, բայց այդպես չի, պետք չի գերագնահատել ամեն ինչը, ոչ էլ պետքա թերագնահատել, բայց որևէ միջպետական հարաբերություն չարժի կամ որևէ սահմանի բացում չարժի, որ մենք կործանենք մեր ամբողջ ներքին կյանքը, մեր մշակութային միջավայրը, մեր ինքնությունը։ Բայց բացի սահմանների բացումից նաև շատ ակտիվ քննարկվում է թրիպի գոյության հարցը, այ օրինակ թրիպի գոյությունը կարող է վնասել հայ-իրանական, հայ-ռուսական հարաբերություններին, որովհետև Ռուսաստանից ի տարբերություն Իրանի, Ռուսաստանից շատ ակտիվ հիմա մեսեջներ են գալիս, նաև տնտեսական սահմանափակումների մասին է խոսքը։ Դա շատ բարդ հարց է։ Այդ իշխանությունը նորից էլ այդ պրոպագանդիստական պատերազմ է մղում մեր ժողովրդի դեմ, հիբրիդային պատերազմ։ Այ հիբրիդային պատերազմ իրանք են մեր ժողովրդի դեմ մղում։ Շատ հաճախ ներկայացնում է, որ հիբրիդային պատերազմը դրսից հենց մեր ժողովրդի եւ իրանք որպես Թուրքիա եւ Ադրբեջանի խոսափողներ այդ հիբրիդային պատերազմը մեր դեմ մղում են, որովհետեւ մարդկանց չեն թողում հասկանալ իրականությունը։ Նույն թրիպն էլ դարձել են, կարմիր ծով է, հեսա բացվել է, անցնենք գնանք դեպի փրկության, բայց այդպես չի։ Մենք ասել ենք, նախ մենք խոսափում ենք թրիպ եզրույթի կիրառությունից, ունենալով այն համոզմունքը, որ մենք որևէ աննշան դրվագով չենք ուզում փչացնել հայ-ամերիկյան կարևոր հարաբերությունները, Միացյալ Նահանգները
մեր համար ռազմավարական ուղղությունը եւ պետք է ունենալ կայուն նորմալ բարեկամական հարաբերություններ, դրա համար մենք ասում ենք այդ անունը դրեք մի կողմ, այդ զարդարանքը փուչիկներով, դա միջանցք է, արտատարածքային միջանցք է, ինչքան էլ ուզում է կեղծեն, ինչ մեկնաբանություն ուզում են տակը դնեն։ Վիլեն Գաբրիելյանը երբ հարցրեցի որն է Թրիպի եւ Զանգեզուրի միջանցքի տարբերությունը, պատասխանեց, որ տարբերությունը միջանցք բառի մեջ է ընդամենը։ Հիմա դուք այսինքն տարբերություն Վիլեն Գաբրիելյանը քպեից է։ Այո։ Դե մարդը ըստ էության անկեղծ պատասխանել է։ Մենք ասում ենք չկա Ղարաբաղ, չկա Միջանցք։ Եթե լիներ Արցախը բնակեցված հայերով եւ լիներ Լաչինի Միջանցքը Մայր Հայաստանին Արցախի հետ կապող, մենք այդ հարցի շուրջ կարող ենք խոսալ եւ ես այն ժամանակ ասում եմ որ դա պետքա տրվի, որ Արցախը մնա հայկական։ Իմ կարծիքով դա այդ կոնֆլիկտի վերսկսման պատճառներից մեկն էր, երբ որ Հայաստանը անդադ ինչ երրորդ կողմերի, տարբեր երրորդ չորրորդ կողմերի խորհուրդներով այդ հարցը տապալում էր եւ դա բերեց կատաստրոֆայի։ Եթե լիներ Արցախը, մենք համաձայն կլինեինք քննարկել առնվազն այդ հարցը, բայց ես չեմ հասկանում ինչի։ Ասում են միջանց չի, որովհետեւ առանձնահատուկ կարգավիճակ չունի, ես շատ պրիմիտիվ, նույնիսկ ծիծաղալու հարց եմ տալիս, բայց ինչ այդ դեպքում ինչի համար ինքը ունի անուն, ինչի համար ունի հատուկ ռեժիմ։ Եվ ակնհայտ է որ դա կարա լուրջ խնդիրների բերի եւ Ռուսաստանի հետ, եւ Իրանի հետ։ Վերջիվերջո դա Ռուսաստանին շրջանցող ծրագիր է, ինչի հետ նաեւ պայմանավորված է Ամերիկայի ԱՄՆ-ի այս կարգի ներգրավվածությունը։ Ես ասել եմ որ մեր նման երկրները, որոնք ունեն բավարար ինքնաբավություն, բավարար ռեսուրսներ, իրանց քթերը չպետք է խոթեն մեծ տերությունների հարաբերությունների մեջ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների։ Դա լրի մեզ համար անհասկանալի աշխարհ է, մեր ինտելեկտից միգուցե վեր։ Եվ եթե մենք քիթը մտցնենք այդտեղ եւ փորձենք միանալ կամ մասնակից լինել այդ խարդավանքներին, մեզ ուղղակի այդ խարդավանքների զոհը կդարձնեն։ Իրանք հետո կնստեն իրար հետ կխոսան, իրանց ոչինչ չի լինելու։ Հայաստանին է լինելու։ Դրա համար Ռուսաստանի Միացյալ Նահանգների ու ընդհանրապես այդ կարգի երկրները չի կարելի խաղեր տալ։ Պետք չի։ Այս նախընտրական քարոզի ընթացքում տարբեր ուժեր ներկայացնում են իրենց գաղափարախոսությունը, որը համարում են կարևոր մեկը խաղաղություն, մյուսը իշխանափոխություն, մեկը ընդդիմափոխություն։ Դուք առաջարկում եք խորհրդարանում բազմազանություն ուժերի, որպեսզի ընտրել կարողանա այս դեպքում ոչ թե մեծամասնական մեկ ուժ ստացած քաղաքական ուժը, այլ բոլորը միասին։ Արդյոք սա հողի վրա պատկերացնել հնարավոր է եւ ներկայիս սահմանադրությամբ այս պահին ընտրության արդյունքներում դուք պատկերացնում եք, որ իրատեսական է ձեր առաջարկը։ Բայց ինչի հողի վրա չի կարելի պատկերացնել։ Այսինքն այն ամեն ինչ որ արդյունավետ է, ներդաշնակ ու սիրուն հայկական իրականությունում չի կարելի պատկերացնել։ Բոլոր նորմալ ազգերը ինչ որ մի փուլում ճգնաժամերից հետո ընտրել են այս ճանապարհը եւ հաջողել են։ Վերջնենք եվրոպական երկրներից շատերը առաջին աշխարհամարտից հետո, երկրորդ աշխարհամարտից հետո, այդ ողբերգություններից, այդ մարդկային զոհերից հետո եւ մենք ասում ենք բացարձակ իշխանությունը չարիք է։ Այսօր Նիկոլ Փաշինյան, որը ուզուրպացրել է իշխանության բոլոր մարմինները։ Մենք չունենք նորմալ խորհրդարան, այն ինչ որ կա այդ խայտարակությունն է, համբալը դու ես վիճակներով։ Չունենք նախագահի ինստիտուտ, չունենք անկախ դատարաններ, եւ իշխանությունը պատկանում է մի մարդու, եւ մենք ապրում ենք մի մարդու քմահաճիկով, մի մարդու դիկտատի երբեմն խելագարության հասնող որոշումների պայմաններում եւ մի մարդու, որը խիստ կախվածության տակ է արտաքին աշխարհից։ Բացարձակ իշխանությունը նաեւ սրանով է խնդրահարույց ինստիտուցիոնալ իշխանությունը հնարավոր չի դրսից շատ ճնշել։ Չի կարա ինստիտուցիոնալ իշխանության ներկայացուցիչը բազմաթիվ ուժերից կազմված խորհրդանի վարչապետը չի կարա գնա օրինակ Մոսկվա, Բաքու, Անկարա եւ իրեն ստիպեն ասեն ինչ բան արա, որովհետեւ ինքն է կասի չեմ կարա անեմ, պարլամենտը թույլ չի տա, չեմ կարա անեմ, սահմանադրական դատարանը թույլ չի տա։ Մենք սա նրա համար չենք առաջարկում
որ ինչ-որ մեկը որ ինչ-որ ուժեր պարալիզացնեն պետական կառավարումը եւ թույլ չտան որևէ որոշում կայացնել։ Չէ՞ դրա համար հստաբար դրա համար չենք ասում։ Նրա համար ենք ասում, որ ազգի անունից անթույլատրելի որոշումներ չկայացվեն։ Եվ ինչի մենք իսկապես ինստիտուցիոնալ վերափոխում ենք առաջարկում, որովհետեւ ենթադրենք լինում է իշխանափոխություն։ Նիկոլ Փաշինյանին հեռացնում ենք։ Ենթադրենք գալիս է Սամվել Կարապետյանը իր խաթր համանդրություն ենք փոխում, ինչը իմ համար անհասկանալի է, կասկածելի ձեռնարկը։ Հիմա բացարձակ իշխանությունը իրան պետք է պատկանի։ Այսինքն էլ թերակատարն է փոխում։ Իրանցի պաշտամունքը պետք է լինի, այսինքն նորից դարձի շրջանը սյուր, էլի նորից դառնանք ընդդիմադիր, հիմա այդ բացարձակ իշխանության դեմ պայքարենք։ Այլ որ էլ ավելի բացարձակ կարող է լինել։ Մենք չենք հիմա հսկայական կարողության տեր են, չէ՞։ Չգիտեմ քանի միլիարդ։ Ու հիմա այստեղ պետք է հասկանալ որն է սահմանը պետության եւ այդ միլիարդների։ Ասում են ստեղծում են 300,000 աշխատատեղ։ Ում աշխատողներն են լինելու խոշոր կապիտալի թե պետության։ Այդ աշխատատեղերի թեման իմ համար շատ ծիծաղելի է, դա ոնց որ խոշոր կապիտալի շուրջ ստեղծված սոցիալիզմ քարոզեն, իմ համար դա անհասկանալի է եւ ազատ շուկայական հարաբերությունների դեմ է։ Ինչևս մենք շատ բարդ հարց են, մենք համաձայն չենք, որ խոշոր կապիտալի շուրջ օլիգարխիկ համակարգ ձևավորվի։ Մենք առաջարկում ենք բացառել բացարձակ իշխանության հնարավորությունը եւ դրա համար առաջարկում ենք շարժվել խելացի ազգերի ճանապարհով, ձևավորել կոմպրոմիսային իշխանություն, մենք էլ դրան մասնակից լինենք եւ ինչ որ մեկին ընտրենք եւ այդ վարշապետի հարցը որ հարցերի հայոց հարցը չդառնա էլի ես որ ասում են բաբոնց կրնի դուք վարշապետի տեխնացություն եք ասում ժողովուրդ ջան մի անհանգստացեք Հայաստանը չի կարա չունենա վարշապետ ունենալու է ուղղակի նաեւ հարցը արդյոք կարողանանք այս իշխանությունը հակահայկական իշխանությանը հեռացնել եւ արդյոք կարողանանք խուսափել Հայաստանը խուժանապետություն դարձնելուց Ընդդիմությունը այս դեպքում դուք տեսնում եք միասնական է, որովհետև մենք ընդդիմադիրներից շատ հյուրեր ենք ունեցել եւ տարբեր գաղափարներ ենք խոսում, կան ընդդիմադիր ուժեր, որոնք միմյանց հետ անգամ համագործակցելը բացառում են, անգամ եթե նույնիսկ պատճառը կարող է հանդիսանալ ենթադրենք Նիկոլ Փաշինյանի հեռացումը, իրենք բացառում են համագործակցել։ Այս դեպքում կան ուժեր, որոնց հետ ընդդիմադիր ուժեր, որոնց հետ դուք բացառելու եք համագործակցությունը։ Մենք ասել ենք, որ բացառում ենք համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի եւ նրա արբանյակ կեղծ ուժերի հետ դրանց հետ միանշանակ բացառված է մենք նաև հայտարարել ենք որ հանուն Հայաստանի փրկության պատրաստ ենք համագործակցել նաև սատանաների հետ բայց ունենք պայմաններ դեռևս միջև ընտրությունները առաջինը մենք ենք խոսել ընդդիմության միավորման եւ միասնական ցուցակի ձևավորման մասին եւ ըստ էության դա եղել է մեր կողմից նահանջ եւ կոմպրոմիս, քանի որ այդ բոլոր ուժերի հետ ունենք դասակարգային, աշխարհայացքային եւ քաղաքակրթական խնդիրներ։ Բայց ասել ենք, լավ, եկեք մեր բոլոր տարաձայնությունները դնենք մի կողմ, եվրոպական լիբերալների, կոմունիստների պես եւ միավորվենք ընդդեմ մեծ մարտահրավերի հետ, մարտահրավերը չեզոքացնենք, հետո կգնանք կնստենք պարլամենտ, ելի իրար միսկ ուտենք, իրար արունք խմենք։ Բայց դա չստացվեց, նրանց էգոիզմը, մարտնչող, հիվանդագին էգոիզմը հաղթեց եւ ամենքս գնացինք մեր ճանապարհով այդ դեպքում մենք նաեւ պատրաստ ենք չմասնակցել ինչևից է մենք պատրաստ ենք հանուն Հայաստանի կայունության հրաժարվել ոչ թե հրաժարվել գնալ կոմպրոմիսների եւ համագործակցել մի շարք ուժերի հետ բայց մենք ունենք նաեւ պայմաններ եւ այդ պայմաններից մեկը նա որ ձեր հիվանդագին էգոները պետքա դնենք մի կողմ եւ դուք էլ նահանջեք եւ ամեն մեկը չհելնի ասի ես եմ վարչապետը հիմա ավելի հեռուն են գնացել մենք հաջորդ վարչապետն ենք այնպես վստահությամբ պնդում են դա մեր համար անընդունելի է եթե իսկապես կա Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու խնդիր ուրեմն իրանք էլ պետք է իրենց էգոները դնեն մի կողմ եւ ասեն մենք էլ չենք ուզում վարչապետ դառնանք շատ հաջող դե դրա մոտ շատ հաջողված օրինակ ունենք եկեղեցու պատմությունից չգիտեմ ծանոթ եք թե չէ, երբ որ 1441 թվականին կաթողիկոսական աթոռը տեղափոխվեց Էշմիածին, կներեք որ այս թեման երկարացնում, բայց ինձ համար շատ կարևոր է։ Եվ կային երկու մեծ հոգեորականների կլաններ, հա, կներեք որ կլան բառը այդքան կոռեկտ չի, բայց
բովանդակությունը տալիս է սյունեցիներ եւ ասպուրականցիներ։ Հիմա որ թևից կաթողիկոս ընտրվել, այնտեղ պարակտում էր առաջանալու։ Այն սյունեցիների առաջնորդը Հովանես Հերմոնեսին էր, նրանցը Թոմա Մեծոպեցին եւ որոշում են, որ այս երկու տիտաններից ոչ մեկը կաթողիկոս չի դառնում եւ չեզոք մեկին են ընտրում Կիրակոս Վիրապետություն։ Հայ եկեղեցու պատմությունը քաղաքագիտական դասագիրք է, տեսեք հանուն եկեղեցու չպարակտման այդպեսի որոշման են գնում։ Այդ մենք ով դառնանք, որ չեն կարողանում այդպեսի որոշման գալ։ Շատ լավ եւ օրինակ ինչի համար կոմպրոմիսի չեն գալիս, ես շատ հաճախ ուսումնասիրում եմ, կարդում եմ մյուս ընդդիմադիրների կարծիքները եւ այլն, նայում եք մյուսի հանդեպ վստահությունը բացառում է տարբեր ժամանակներում տարբեր համագործակցություններ ունենալու հետ կապված նախկին կամ ներկա իշխանությունների։ Ձեր դեպքում շատ հաճախ հանդիպում է կարծիք, որ Էդմոն Մարուքյանը 2022 թվականին լինելով ընդդիմախոս Նիկոլ Փաշինյանին այնուամենայնիվ ընդունեց Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը եւ կա մտավախություն, որ կարող է պատմությունը կրկնվել, լինել ընդդիմադիր, բայց համագործակցել իշխանության հետ, այդպես ներկայացնում են ընդդիմադիր մյուս թևերը։ Սա ռիսկ է, որպես այդպեսին դուք ունեք համոզմունք, որ չի լինելու պաշտոնի առաջարկ, ստանձնում եւ այլն։ Դες ասեցի, որ մենք բացառում ենք իշխանության հետ համագործակցել։ Այդ հարցը վերաբերում է ձեր հետ կապված, չի հարցի հետ կապված, իսկապես հումորային ասոցիացիաներ առաջացնում, այսինքն Էդմոն Մարուքյանն նախ խնդիրը, որ իրենք չեն կարողանում կոմպրոմիսների գնալ։ Ենթադրենք, ես եւ Էդմոն Մարուքյանը չկանք, իրենք կարող են կոմպրոմիսների գնալ։ Չէ, ոչ թե կոմպրոմիս ընդհանուր ճակատի, այլ կոմպրոմիս օրինակ հենց ձեր ուժի հետ։ Էդմոն Մարուքյանը հստակ բացատրել է եւ այդ բացատրությունը շատ ընկալելի է եւ հասկանալի է, թե ինչի համար է գնացել եւ ինչի է ստանալ այդ պաշտոնը։ Այն ժամանակ կար լրիվ ուրիշ կոնտեքստ էր, այդ ժամանակ կար դրա անհրաժեշտությունը եւ ես համաձայն եմ այդ անհրաժեշտության հետ եւ 2021 կամ 2022 թվականը եւ 2026 թվականը տարբեր են։ Հիմա մենք բացառում ենք, որ իշխանության հետ կգնանք որևէ համագործակցության։ 2021 թվականին լավ արել, որ գնացել է։ Օրվա հրամայականը դա էր եւ հստակ առաքելությամբ է դա փորձել անել։ Եվ հենց ինքն էլ ասում է, ինքը դա արել է, որ կարևոր ծառայություն մատուցի, օրինակ Արցախյան հակամարտության գործում։ Եվ ասել է, եթե Նիկոլ Փաշինյանը կարմիր գծերը չհատի, իր իսկ հռչակած պատրաստ կլինի շարունակել եւ օգտակար լինել։ Նիկոլ Փաշինյանը կարմիր գծերը հատել է, ինքը դուրս է եկել։ Այսինքն լավ արել եւ ճիշտ արել, բայց հիմա արդեն քանի որ կարմիր գծեր չկան, ամեն ինչ կործանվել է, բացառվում է։ Ես ձևակերպում եմ նաև լսել ձեզանից ցախողված սերունդ չդառնալու ռիսկ կա, ինչ անել որպեսզի չդառնալ ցախողված սերունդ։ Հիմա օրինակ շատ հաճախ բոլորին համընդհանուր բոլոր ուժերը հրավիրում են քաղաքացիներին ընտրության, որովհետև սերունդը որոշող է լինելու։ Արդյոք սա եւս այդ մեսեջներից մեկն է չցախողված սերունդ լինելու որոշում կայացնողներից մեկը դառնալու համար։ Գիտեք, փոքր բարդ հարց է։ Այս նոր սերունդը մի փոքր մեծամիտ է։ Նաև ես էլ եմ այդ սերունդից այնպես ծեր մարդ եմ տենց հայրեր եւ որդիներ պայքարի, բայց մենք բավական շատ մեծամիտ ենք եւ մեզ թվում է որ մենք կարող ենք ինտերնետից օգտվել, ինչ-որ գործիքներ ենք յուրացրել, ուրեմն կարող ենք թքած ունենալ ամեն ինչի վրա, մեր անցյալը, մեր պատմությունը, մեր ազգային արժեքները գցել աղբամանը դիտարկելով որպես ինչ-որ արխայիկ բաներ, հիմա այլ ժամանակներ են։ Տեխնոլոգիաները արդեն քանի միլիոն տարի անընդհատ եւ շարունակական կերպով զարգանում են, քարե տանձաձև հատիչից միջև ժամանակակից համակարգիչներ եւ արհեստական բանականություն, բայց այդ մեզ իրավունք չի տալիս տալ կործանել այն ամեն ինչը ինչ որ ձևավորվել է վերջին 100-ամյակների ընթացքում։ Դրա համար ես ասեմ նոր սերունդին հիմա ինչ որ երիտասարդության կուլտ կա, չէ՞, որ երիտասարդները այդ երիտասարդությանը պետք է ասել, որ պետք է հրաժարվել ժամանակակից աշխարհի հերձվածներից եւ գալ ավելի կառուցողական տիրույթ եւ հասկանալ, որ նաեւ
իրենցից ամենքը ունեն քաղաքական առաքելություն։ Հիմա այդ ապա քաղաքականությունն է, չէ՞ նորաձև։ Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, բայց այդ քաղաքական գործիչները սա նույնն են, ինչ որ հեգնական կամ քաղաքինի վերաբերմունք կա քաղաքականությունը նույնն ասվում է պոռնոկության հետ, բայց մարդիկ պետք է սթափվեն։ Այդ նաև ես մի բան ասեմ, 44 օրյա պատերազմում մեր պարտությունը իհարկե ուներ հստակ քաղաքական պատճառներ եւ քաղաքական պատասխանատուներ, բայց նաև պատճառ էր մեր պարտությունը այդ հերձվածող մտածողության, պատճառ էր այն միֆերի, որոնք տասնամյակներով կուտակվել էին նաև մեր երիտասարդության միջավայրում դարձել էին նորաձև, ու այն աստիճան, որ օրինակ 2010-ականներին մեր շատ երիտասարդներ, ես մոտ հոդված էի գրել, որ չեն ընկալում ինչ երկրում են ապրում, չեն հասկանում, ոնց որ ստեղ ապրեն, բայց հաս չլինեն այս իրականության հետ։ Իրենց թվում է, որ իրանք լայքում են Իլոն Մասկին կամ չգիտեմ ռոք երաժշտություն լսում, մյուս աշխարհամասի կենտրոնում են, դրան են մասնակից, չեն հասկանում, որ իրանք Հայաստանում են։ Լավ, ինչպես վերադարձնել իրականություն։ Դե նա կոպիտ եմ խոսում, որ վերադառնան, էլի, չեմ քաղաքական ու այլ գործիչների պես չեմ շոպլիկ անում երիտասարդությանը։ Վայ, երիտասարդներին, մենք պետք է ներգրավենք երիտասարդներին, այդ ներգրավելն էլ էլի եսի ինչ չի։ Ներգրավելը պատկերացնում են ոչ թե բերել երիտասարդին եւ թույլ տալ, որ ինքը դրսևորվի, մտքեր արտահայտի, գործանի, էլ տանում են կաստոմ շլվար են հագցնում, դարձնում են ինչ որ մեկի բան, ինչ որ ինքնասիրարված քաղաքական գործի ասիստենտ է։ Տենց է չի լինում։ Երիտասարդին պետք է թույլ տալ, որ կապես զբաղվեն քաղաքականությամբ, իրենց փոցավառ, երբեմն նույնիսկ անթույլատրելի մտքերով, բայց ով չի ունես անթույլատրելի մտքեր թաքուն։ Լավ, եւ հերթը նաեւ հասավ քաղաքական բլից հարցերին։ Մեկ բառով այսօրվա Հայաստանը։ Հրաշալի մի երկիր, որը արյունահոսում է քաղաքական հերձվածող հոսանքների պատճառով։ Այս ընտրությունների գլխավոր վտանգը Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը կամ այլ կերպ ասած բացարձակ իշխանության վերարտադրությունը։ Ամենաուժեղ ընդդիմադիր գործիչը Մարուկյանը։ Երբ ստանաք մեծամասնությունը առաջին որոշումը, որը կբերեք ազգային ժողով։ Դե մենք ասել ենք առաջին բաներից մենք որ պետք անենք հայ առաքելական եկեղեցու ներողություն խնդրենք այն տերորի համար, պետության անունից այն տերորի համար, որ իրականացվել է։ Այդ քիչ բան չի, այդքան եպիսկոպոսներ ձերբակալել, կալանավորել, կաթողիկոսի նկատմամբ բռնություն կիրառել։ Պետք է ներողություն խնդրել։ Եթե պարտվեք ընտրություններում, որ քայլի համար անձամբ ցեզ մեղավոր կզգաք։ Որ քիչ եմ աշխատել։ Ձեր ծրագրից որ կետն եք իրականում վստահ որ չի իրականացվելու, բայց հիմա ստիպված խոստանում եք։ Ուզում եք մեզ խոսելի վիճակում դնել։ Մենք հայտարարել ենք, որ ունենք լիքը ծրագրեր, նաև անցյալից մնացած, բայց հիմա ինադու այլ քաղաքական ուժերի, որոնք ձևական թղթեր են, երազանքների բաներ են բերել ներկայացնում ժողովրդին խաբելով մարդկանց, մենք ծրագիր որպես այդպես չենք ներկայացրել եւ փորձում ենք այնպես անել, որ ինչ որ խոսում ենք իրատեսական լինի, հետո կարողանանք տակից դուրս գալ։ Նիկոլ Փաշինյանի օրը չընկնենք։ Ով է այն քաղաքական գործիչը, թեկուզ հակառակ ճամբարից ումից ինչ որ բան սովորել եք։ Իմ վրա մեծագույն ազդեցություն թողել է եւ շարունակում է թողնել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մնացած բոլորը նրա համեմատ մի գլուխ ցածր են։ Եթե ընտրողի հետ մեկ րոպե մենակ մնաք, հարց որից կվախենաք։ Հարց որից կվախենամ։ Մեկ այնպեսի ընտրողներ են հանդիպում, որ շատ վախենալու հարցեր են տալիս։ Բայց դες առանձնապես վախենալու հարց չկա։ Գիտեք ինչից կվախենամ։ Մարդկանց բանը հուսախապ անելուց։ Լավ, շնորհակալություն։ Մենք հաստատ դեռ առիթ կունենանք նաև հունիսի 7-ից խոսելու, հասկանալու, ամփոփելու համար արդյունքները։ Նշեմ նաև, որ այս բլից հարցերը բոլոր քաղաքական ուժերը նույնական են եղել։ Նշեցիք, մենք փորձում ենք բաց տեղ գտնել, բոլորին նույն հարցերն ենք տվել։ Շնորհակալություն ստացված զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իսկ մենք կհանդիպենք նաև մյուս քաղաքական ուժերի հետ հասկանալու համար ինչ խոստումներ են սպասվում մինչև հունիսի 7-ը։